Վինոգրադներ ես երկրից, կերան ես երկրերը կա։ Արման Թաթոյանը նախկին մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է, որ նախկին նախագահները դուրս գան 2026 թվականի ընտրապայքարից, կողմ եք թե դեմ։ Իհարկե պետք է դուրս գան, որովհետև իրանք տապալեցին շատ բաներ։ Մեն դրա համար։ Նախկինն է ինքը։ Հիմա նոր քաղաքական հայտ է ներկայացրել։ Հա ճիշտ արել, թող ինքը հայտը ներկայացնի, մենք իր կողն ենք, լավ է մարդ է։ Ասում է նախկին նախագահները թող չմասնակցեն այս ընտրապայքարին։ Նախկին Քոչարյանը ուր է, հազիվ դադարների հարցերին չի կարող պատասխանել, ինչ նախագահ։ Սուտ եմ ասում։ Թող Թաթոյանը իր գործը դնի, մենք իր կողն ենք։ Չէ, Փաշինյանը չի կարա Քոչարյանից ինչ որ ակնկալիքներ ունենա, ոչ է Սերժ Սարգսյանից, ուղղակի մարդիկ խոսում են խոսելու համար։ Ակնկալիք ինձ թվում է չունեն երկու նախագահ, նույնիսկ երրորդ նախագահից, առաջին նախագահից չունի ակնկալիքներ։ Ես ոչինչ չեմ կարող ասել, դա նրանց իրավունքն է, բայց ես գիտեմ մի բան, որ նախկին նախագահները ոչ մի լավ բան չարեցին ժողովրդի համար, հատկապես մեր Արցախի համար, որտեղ երբ սովետական միություն այլևս չկար, նրանք կարող էին հարց առաջ քաշել Արցախի, որ ուրեմն գոյություն չունի Ադրբեջան, որի մեջ պիտի լիներ Արցախ, որտեղ Ադրբեջանը կազմավորվել է սովետական միության կազմավորման օրոք։ Ուստի թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժիկը նրանք պարտավոր էին ասել, որ Արցախը այլևս իրավունք չունի մնալու Ադրբեջանի կազմում, բայց նրանք ոչինչ չարեցին։ Վինոգրադներ ես երկրից, կերան ես երկրերը կա։ Կարելի է, ես չեմ ասում անցյալը մոռանալ, բայց կարելի է թողնել ու անցնել առաջ։ Թողնել, ուղղակի թողնել, բաց թողնել։ Այդքան բան։ Ոյ, լավ էլի, մենակ ոչ պոլիտիկա։ Ինչու դուրս գան, ոչ։ Ասում է Փաշինյանը վամպիրի նման սնվում է այս նախկինների թեմայով։ Դե հիմա ինչ ասեն։ Չգիտեմ ինչ պատասխանեմ, ինչ ճիշտ է։ Եթե լավ են աշխատում, ինչու դուրս գան։ Էկոները լավ են աշխատելու։ Ինչ իմանամ, կարող ավելի վատ աշխատեն։ Անձամբ Թաթոյանը լավ մարդ է։ Անձամբ ճանաչում եմ իրան, ինչ որ ասում է լրիվ ճիշտ է ասում։ Իհարկե կողմ։ Եվ ոչ միայն նախկինները։ Այլ ովքեր։ Կարելի ասել Ղալաթյանը, ամփոփիչ էր, չէ՞։ Ես հարգում եմ պարոն Թաթոյանին, իր օրոք ունեցել եմ շատ շոշափելի հետաքրքիր խորհրդատվություններ իրանց մարդու իրավունքների պաշտպանի։ Տեսեք, ես նենց չեմ ուզում տարբերակեմ նախկիններ, ներկայիս, ուղղակի կուզեմ, որ գիտեք, ամեն մեկը հաշիվ տա իր արածի համար։ Թող փոխվեն։ Պարոն Թաթոյանը կարծում է, որ Փաշինյանը վամպիրի նման կարծես սնվում է նախկինների թեմայով։ Ոյ։ Հա, ճիշտ է ասում, բայց չեմ ուզում խոսամ այդ թեմայով։ Ես շատ տխրում եմ եւ խղճում եմ մարդու, ով որ չունի ճիշտ կառավարման շնորհք։ Կառավարման շնորհքը Աստծուց տրված բան է, հասկանում եք։ Չգիտեմ, եւ կուզեմ պատկառելի, ճիշտ կյանքի ուղին անցած մեկը լինի, հավատում եմ կլինի։ Ես շատ հարգում եմ Արման Թաթոյանին, ինքը շատ լավ մարդ է, շատ խելացի, բայց չեմ ընդունում, որ ինքը նման ձևով արտահայտվի, որտեվ չգիտեմ, ավելի ճիշտ ես կհամարեի երկրորդ նախագահի ընտրությունը, որով ինքը մեզ շատ լավ բաներ է արել։ Դե Արման Թաթոյանը նենց նորմալ անձնավորություն է, բայց այդքան չեմ խորացել իր կարգավիճակի մեջ ազդում։